Հանհոր եւ որդվո եւ ոգվույն սրբո ամեն։ Սեր թեխահադերու ալարները մարեցեք ընտրել։ Սիրելի հավատացյալ քույրեր եւ եղբայրներ, նայեցեք դեր այսօր ինչ կսե մեզի։ Ազնվական մգար գսե, որ հերավոր երգիր մկնած, որվեսի թագավորական իշխանություն առնե եւ իր երգիրը վերաթարնա։ Նախքան մեկնիլը գանչեց իր զարաներեն 10 հոգի եւ յուրաքանչյուրին 10 ոսկի թրամ տվավ եւ ըսավ. շահարգեցեք այս թրամը մինչեւ վերաթարցս, բայց իր քաղաքացիները գադեին զի, հետևաբար պատգամավոր ղրգեցին իր ետևեն ասելով. չենք ուզեր, որ մեր վրա այս մարդը թագավոր դառնա։ Երբ ազնվականը թագավորական իշխանությունը առավ եւ վերաթարցավ, անմիջապես գանչեց իր զարաները, որոնց թրամ տված էր, գիտնալու համար թե ինչ շահաձեն։ Առաջինը եկավ եւ ասավ. «Տեր, մեկ դվածի թեմ 10 շահեցա»։ Տերը ասավ. «Ապրիս, փարի զարա, քանի այդ փոքրիկ բանի մեջ հավատարիմ գտնվեցար, ահա քեզ 10 քաղաքներու վրա գարավարիչ կնշանակեմ»։ Երկրորդ զարանալ եկավ եւ ասավ. «Մեկ դվածի թեմ 5 շահեցա»։ Տերը ասավ. «Քեզ ալ 5 քաղաքներու վրա գարավարիչ կնշանակեմ»։ Երրորդը եկավ եւ ասավ. «Տեր, ահա վասիկ դված թրամդ զայն բահեցի թաշկինակիմը մեջ ծրարած։ Գվախնայի քեզ մե, որովհետև խիստ մարդ մնես, գարնես ինչ որ քու գտչե եւ գհնցես ինչ որ չես սերմանած։ Դերը ասավ անոր չար զարա, քու խոսքովդ քեզ պիտի թադեմ, քանի գիտեիր որ խիստ մարդ մնեմ, գարնեմ ինչ որ իմս չէ եւ գհնցեմ ինչ որ չեմ սերմանած։ Ինչու թրամս շահարգողներու չդվիր, քանի գիտեիր նաեւ թե վերաթարցիս զայն դոգոսով միասին պիտի բահանջեի։ Ապա սպասավորներուն ասավ. արեք իր մե թրամը եւ դարեք տվեք անոր, որ դասնաբադիգը շահացե։ Անոն կսին դեր, անիգը արդեն դասնաբադիգ ունի։ Հիցեք ասավան, ունեցողին ավելիով պիտի դրվի, իսկ չունեցողեն պիտի առնվի ունեցած ամենեն փոքր բաժինը։ Իսկ իմ թշնամիներս, որոնք չէին ուզեր, որ իրենց թագավորը լան, հոս բերեք եւ իմ ներկայությանս սպանեցեք զանոն։ Այս խոսքը ըսել է ետք, Հիսուս շարունակեց իր ճամփան, թեպի Երուսաղեմ։ Սիրելի հավատացյալ քույրեր եւ եղբայրներ, ընդհանրապես այս թրվակը, որ մեզի շատ զանոթ է, երկար ժամանակ եւ ընդհանրապես հաջախագի կերպով այս թրվակը գառնչվի Քրիստոսի երկրորդ քալուստին հետ։ Բայց իրականության մեջ ոչ ավետարանիչը եւ ոչ ալ Հիսուս նկատի ունեին ադոր մասին։ Խոսքը թեկուզ որ գրնա որոշ անթենականի հետ առնչություն ունենալ, բայց իսկության մեջ ադոր մասին չի խոսիր։ Խոսքը այստեղ սիրելիներ, Հիսուսի մարմնավոր կյանքին, Հիսուս Նազովրեցի կյանքին շատ ավելի մոդիկ կառնչվի, քան անթենականին հետ։ Շատ գեղեցիկ կերպով սիրելիներ, Հիսուս այստեղ կմիախառնե երկու թեմքեր առանց հստակացնելու։
Անոնք, որոնք ծանոթ են եկեղեցվո պատմության եւ ընդհանրապես պատմության, պիտի անդրադառնան, թե այստեղ խոսքը Հիսուս գնամանցնե օրվան թագավորներեն մեկուն, որ Արկելաոս կոչվեր։ Մեծն Հերովդես թագավոր, երբ որ գմեռնի, իր անցրանիկ որդին Արկելաոսը գերտա Հռոմ գայսեր առջև, որովհետեւ այդտեղ իր թադը ներկայացնե, արդարացնե եւ գայսրը զինք Հութայի կամ Իսրայելի թագավորը նշանակե։ Եվ Հիսուս գարնե այս քաղաքական պատկերը, որ ծանոթ էր բոլոր հրյաներուն այդ օրը, որովհետև շատ մոդիկ իրենց ժամանակահատվածին կատարված պատահարներ, գարնե եւ անոր գմիացնե շատ քեղեցիկ այլ պատկեր։ Արկելաոս, երբ որ գերտա Հռոմ, կամ այդ ճանապարհին է, հրյաները Արկելաոսը չէին ուզեր։ Եվ գղրգեն մարդիկ, պատգամավորներ, որպես երթա Հռոմ, եւ այդտեղ չարախոսեն Արկելաոսի մասին, ասելով, որ մենք այս մարդուն չենք ուզեր, որ թագավորե մեր վրա։ Արկելաոս, երբ կհասնի Հռոմ, գիմանա, որ այդտեղ հրյաներ եղած են եւ չարախոսած են գայսրին առջև։ Եվ պատմություն ադոր գակնարգե սիրելիներ։ Հիսուս այս քաղաքական թեմքը եւ թեպքը գարնե, փող գարնե եւ գնամանցնե Աստուծո քարուստի։ Եվ այս անգամին այս թեպքը, որ ծանոթ է բոլոր հրյաներուն, կմիացնե ճշմարտությունը, որ հրյաները չէին մտածած։ Այդ Աստուծո ֆիզիկական քալուստն է, ներկայությունն է Իսրայելի կյանքի մեջ։ 5 դագարանի մեջ մարգարեներ եւ իմաստավորի Մաղաքիա մարգարեի խոսքերով միշտ կսպասեին հրյաներ, որ Աստուծո նշանակվածը Մեսիան պիտի գա եւ դաջարին մեջ Աստուծո ներկայությունը անգամ եւս պիտի կենտրոնացնե։ Եվ այդ օրվան կսպասեին, որովհետև հրյաներ լսեին, թե Աստված բացակայ է, եւ բացակայ այնքան ժամանակ, որ Իսրայել դակավին իր բարդվողական վիճակի մեջ կգտնվի։ Մինչ իրենք ավելի դարբեր քաղաքական պատկերացում ունեին Մեսիայի քարուստին մասին, Հիսուս գուքա այդ քաղաքական պատկերին կմիացնե այն ճշմարտությունը, թե Աստված արդեն իսկ եկավ եւ թադի կգանչեցես իր դաջարեն։ Եվ այդտեղ է, որ սիրելիներ ավելի իմաստ եւ խորք կստանան, նախ Հիսուսի Երուսաղեմ մուտքին լաց եւ արցունք թափելը, երկրորդ դաջար մտնելը եւ դաջարի փագին մեջ սեղանները շրջելը եւ մարդիկը թադելը, ահա վասիկ կտեսնենք, որ Հիսուս ըսել գուզե յուրաքանչյուր հրյայի, որ Աստված արդեն իսկ եկավ եւ իր դաջարին մեջն է, այդ չտեսավ այն ինչ որ պետք էր տեսնել։ Զարաներու պատմությունը այստեղ, ահա վասիկ այս ճշմարտությունն է, որ կփոխանցեն կամ կփոխանցե այդ օրվան հրյային եւ այսօր մեզ մե յուրաքանչյուր։ Աստված, որ հրյա ժողովրդին որոշ բարդականություն տված էր, կամ ավելի ճիշտ Աբրահամի սերունդներուն, որ այսօր ծանոթ են որպես Իսրայելի զավակներ, անոնց տվավ բարդականություն։ Եվ այդ բարդականությունն է փոխանցել ճշմարիտ եւ մեկ Աստծույն լույսը ամբողջ խավար աշխարհին, բոլոր ժողովուրդներուն, թարնային առաքյալներ, փարին ամբողջական իմաստով։ Բայց հրյաներին չրի, այս երրորդ ծարային պես թաշկինակի մեջ փաթթեցին այդ շնորհքները եւ ճշմարտությունը եւ այդ բարդականությունը եւ սահմանափակեցին իրենց բարդականությունը,
փորձեցին բահել Աստված, թաղել Աստված, միմիայն իրենցինը նկատել Աստված։ Բայց ինչ եղավ։ Այսօր Հիսուս կսե ավետարանիչը եկավ եւ ահավասի գտադեց ես մեր յուրաքանչյուրը, որոնք այս ճշմարտությամբ դուք ապրեցաք։ Խոսքը առաջին հերթին գերթահրյաներու, թե դուք կամ ցեզ մեջ շատեր ցախողեցաք ձեր առաքելության մեջ եւ չեղաք Աստծո ճշմարիտ մեսիաներն ու առաքյալները, խոսնակները Աստծո, այլ ընդհակառակը շատ հեռացակ Աստծո ճշմարտութենեն։ Անշուշտ որ բոլոր հրյաները չէ որ մերժեցին Քրիստոսը։ Նաև եղան անոնք թեկուզ քիչ թիվով, որոնք ընդունեցին Քրիստոսի մեսիական ճշմարտությունը եւ անոնք նմանեցան այն ծառաներուն, որ իրենց դրված գումարը կամ շնորհքը բազմապատկեցին իրենց կյանքով, խոսքով եւ գործով։ Այսօր սիրելիներ այս խոսքը հուքա մեզ մեկ յուրաքանչյուրին։ Դարվան վերջին բադարակն է։ Եթե չեմ սխալի։ Ճիշտ է որ նոր դարին ընդհանրապես եկեղեցական հասկացողությամբ, եկեղեցագիտական հասկացողությամբ կարևորությունը չի ներկայացնել։ Բարձ օրացույցային օրմն է այդ մեկը։ Դարիմը կփոլորենք, ուրիշ դարիմը կմտնենք։ Բայց եւ այնպես գուզենք նաեւ որոշ հիշեցումներ կատարել, որ մենք անցնող դարին ինչ կատարեցինք։ Մենք բոլորս քրիստոնյա կնկատենք մենքս մեզ։ Մգրդված ենք եւ մեր մգրդությամբ անդամակրված ենք Քրիստոսի ընտանիքին, ուստի եւ մեզի կդրվի որոշ առաքելություն, բոլորիս։ Ոչ միայն այստեղ նստող սարգսակներուն եւ քահանաներուն, ոչ։ Բոլորիս մգրդության ընդմեջեն կդրվի առաքելություն Քրիստոսը ծնելու մեր մեջ, որովհետև կթաթխվենք չէ մգրդության ավազանի մեջ, կթաթխվենք կմեռնենք, դուրս կուկանք հարություն գառնենք, կթաթխվենք կմեռնենք մեղքին չարին համար եւ հարություն գառնենք ճուրեն դուրս ելնելու, ճշմարտության համար, Քրիստոսի անունի համար։ Ուստի այս առաքելությամբ մենք բոլորս մեծ թե փոքր եւ փոքրերուն նկատմամբ անոր համար քավորները, գնքահայրերը, ծնողները մեծ պատասխանատվություն ունին այստեղ։ Թաստիարակելու իրենց սերունդները, որոնք ըլլան ճիշտ առաքյալներ Աստուծո։ Փագակից մփանամ, քավորը դժբախտաբար մեր իրականության մեջ բարձավես քեֆի եւ քիչ մնալ քսակը լայն փանալու համար եղած է կարծեք։ Ոչ։ Ընդհակառակն քավորը մեծ ընելիք ունի եւ հաշիվ պիտի տա Աստծո դադաստանին օրը։ Հիշեցեք, իմ հանգարց մարդիկ չեն գնալ քավոր գտնել իրենց զավակները։ Բայց իրականը կսեմ սիրելիներ։ Ես սեզի բարդավոր եմ ասել այնինչ, որ օգտակար է ցեզ եւ այն ոչ թե այնինչ, որ քեղեցիկ կամ ամուշ գտվի ցեզի, ոչ։ Քավորը լալ, ծնող կլալ, հայրը լալ, մայրը լալ, վարդապետը լալ, քահանա լալ, կնշանակե, որ մենք առաքելություն ունենք մեզ մե հետո եկողներուն այնպես մպատրաստել, որ անոնք դառնան ճշմարիտ խոսնակները, ճշմարիտին, գլխակիրին Աստծո։ Անշուշտ նախադորամար մենք պետք է լանկադի։ Մենք պետք է յուրացնենք Աստծո ճշմարտությունը, մենք պետք է ապրենք այդ ճշմարտությունը եւ ուստի նաեւ փոխանցել այդ ճշմարտությունը մեզ մե հետո եկողներուն։ Մեկ դարիմը ապրեցանք եւ փառք Աստծո, ապրեցանք այստեղ, որ հարաբերաբար արևելքի մեր ժողովրդի զավակներուն մենք շատ ավելի լավ գացության մեջ ենք։ Շատ ավելի հանգիստ եւ խաղաղ գաբրինք, շատ ավելի ապահով ենք, թե նյութապես եւ թե այլապես։ Եվ անոր համար նվազագույնը սիրելիներ, մենք այսօր դարին չլրացած, եկեք
գետրոնանանք մեր անցնող դարվան կյանքին վրա։ Ինչ հրինք մենք մեկ դարվա ընթացքի։ Գերանք, խմեցինք, քեֆարեցինք, վայելեցինք, հին հռոմեացիներուն պես։ Թե անգետ ուրս եւ անտին, մենք նաեւ մտածեցինք, խորեցանք, կործեցինք, հասանք, օժանթագեցինք, սերով, կուրկուրանքով լեցուցինք ոչ միայն մեր կյանքը, այլ ուրիշներու կյանքը։ Մեսյան դարձանք մենք մեր չրչաբադին, ծանոթին եւ անծանոթին։ Եկեղեցական քրագանության մեջ շատ գեղեցիկ գիրք մը գա, հայերենով թարգմանված պիտի լա նմանիլ Քրիստոսի։ Մենք մեր ամեն քայլափոխին փորձեցինք առավելագույն չափով, ավելի եւ ավելի, հետս հետե ավելի նմանիլ Քրիստոսի։ Եվ այս է մեր վարդականությունը, սիրելիներ։ Եթե խոսքը պիտի արտահայտվի, միշտ եկեք մտածենք ոչ թե հաշվենք մինչև 10-ը։ Մտածենք, ասենք, որ այս խոսքը, որ հիմա ես պիտի ասեմ, արժանի է Քրիստոսի հետևորդիմը, կամ վայել է Քրիստոսի հետևորդիմը։ Ես որքանով ավելի կնմանիմ Քրիստոսի այս արտահայտությամբ, կամ որքան ավելիով կհեռանամ Քրիստոսեն, Քրիստոսի պատկերեն, Քրիստոսի նկարագրեն եւ Քրիստոսի ճշմարտութենեն։ Միշտ հիշենք, սիրելիներ, մենք բոլորս ուսանածներ կամ անուսներ, մեծեր թե փոքրեր, ունևորներ, չունևորներ, բոլորս առաքելություն ունենք եւ ադիգա հստակ թողնա մեզի համար։ Միշտ խորհենք, մտածենք, թե մեր այդ առաքելության եւ այդ գործունեության մեջ ուր կգտնվենք։ Եվ այսօր արի թե մեր բոլորին։ Դուն եւ որ երթանք, գետրոնանանք, առանցնանանք, ժամանակ հատկացնենք մեր ամբողջ դարվա կենցաղագերվին։ Որքանով Քրիստոսի նմանեցա, եթե պետք է ցանկացեք ցեզի համար, որքան Քրիստոսի նմանեցա, որքան Քրիստոսը հեռացա, որ մեկը վայել էր, որ մեկը վայել չէր։ Մեկը թողցս է, որ ես ժխտական ցանկի մեջ փանջունիմ, բոլորս ալունիք, բոլորս ալամշտալիք բաները ռացենք, բոլորս ալամոտ բաները ռինք, բոլորս ալ այսօր գխորինք եւ գսենք, որ թերևս ափաժինը այդ բան ես սխալերի պետք չեն եմ հաջորդին։ Եկեք մենք մեզ ինքնա քննության ենթարկենք, սիրելիներ։ Առողջության առաջին քայլը հիվանդ ըլլալուտ անդրադարձումն է, անդրադառնալն է։ Պիտի անդրադառնաս, որ դու հիվանդ ես եւ գարիք ունիս օգնության եւ բժշկության, հետո պիտի թիմես բժշկին։ Ուստի եկեք մենք այսօր բոլորս գետրոնանանք եւ նայենք ինչ ախտեր ունենք, ինչ սխալներ ունենք, ինչ վատ գեդեր ունենք եւ փորձենք բժշկին թիմելով, գլխակիր բժշկին, Սուրբ Օգնո ներկործության եւ մեր գիտագից նվիրումին Աստծո եկեղեցվո եւ մեր համայնքային կյանքին փորձենք հետս հետե գամած ավելի սրբակրել մենք մեզ, ավելի ամրաբնթվել մեր ինքնության, ճշմարիտ առաքելական ինքնության մեջ։ Այնպես որ երբ մարդիկ մեզի տեսնեն ավակային ասեն, ուր էիր եւ հիմա ինչ ես դու։ Այնպես որ մարդիկ երբ տեսնեն մեր վարքը, սարքը, տեսնեն մեր կյանքը եւ կենցաղագերբը, բարի նախանցը արթնայրեց մեջ։ Ասեն ես ալուզեմ ասորպես լալու։ Կամ քոնե հարց տանսելով որ ասի ինչպես այսպես եղավ։ Նախքան խոսքս ավարտելը, սիրելիներ, այս դարվա ավարտին եւ նոր դարվա սեմին ուզեմ Սուրբ Աստվածածին հայարակելական եկեղեցվո հոգապարծության, հանայց տասին, սարգավակներուն, զարայողներուն, բոլորի անունով
շնորհավորել ձեր նոր տարին։ Բայց շնորհավորել ոչ միայն այսպես ռոմանտիկ խոսքերով, այլ շնորհավորել եւ աղոթել, որ Աստծո օրհնությունը միշտ ուղեկցի ձեզ մեր յուրաքանչյուրին։ Եվ մեր բոլորի հոգևոր աչքերը ավելի ամուր բացվին եւ տեսնեն առանց ակնոցի, կարենանք տեսնել ճշմարտությունները եւ ըստ այնը մեր կյանքը առաջնորդել, այնպես որ չխոդորենք աչ եւ ցախ, այլ միմիայն տեսնենք Քրիստոսը, անոր քաղցրությունը ուզենք ճաշակել եւ անոր միայն մեր ամբողջ կյանքը եւ նվիրումը ընծայել։ Թող որ Աստծո բարիքները արադաբես հեղին ձեր բոլորի վրա։ Բարիք, խաղաղություն, սեր, քաղցրություն երկնային արադաբես գտնեք ձեր կյանքի մեջ։ Ժպիտը, ուրախությունը, բարի հբարտությունը միշտ անբագասը լա ձեր բոլորի կյանքեն։ Ձեր զավակներու եւ թորներու կյանքեն կորզի հաջողությունները, կյանքի հաջողությունները միշտ արադը լա։ Եվ այնպես երբ եկեղեցի մտնենք այլևս, չմոտենանք որպես բարդականություն, չմոտենանք որպես սովորություն, այլ մոտենանք ամբողջական նվիրումով, ուրախությամբ, հբարտությամբ, խաղաղությամբ եւ միշտ միասնապար այստեղ, ոչ միայն որպես անհատներ, այլև որպես մեծ ընտանիք, Սուրբ Աստվածածին հայ առաքելական եկեղեցու եւ որպես ընտանիքի անդամը Քրիստոսի մեկ մարմին միշտ կողունակությամբ թիմենք Տիրոջ, միշտ աղոթքով թիմենք Տիրոջ եւ միշտ շնորհակալ լանք մեր Տիրոջն իր բոլոր շնորհներուն եւ բարիքներուն համար։ Շնորհավոր նոր տարի ձեր բոլորին եւ Տիրոջ օրհնությունն ու պաշտպանությունը լինի ձեր բոլորի հետ։ Ամեն։ Եվ որ մեր համարտական